Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն է։ Բարև ձեզ։ Վարչապետը Թուրքիայում է, ուր հանդիպում է Էրդողանին, եւ այս այցը իրականում, եթե հայաստանյան դիսկուրսին հետևենք, կայանում է, այսպես ասենք, սուր մեղադրանքների ֆոնի տակ ընդդիմության կողմից թուրքամետություն, դավաճանություն, անգամ պարոն Սոլովյովն էր միացել նման քննադատություններին վարչապետին կնեք այս բառը հնչեցնելը թուրքոլ էր անվանում, երբ որ վիրավորում էր Սամվել Կարապետյանին կալանավորմանը ընդդիմանալով մեծ հայրենասեր եւ Սոլովյովը բավականին քննադատաբար էր ընդունել այդ փաստը։ Ինչու է Հայաստանի իշխանություն գնում ոչ պոպուլյար այս քայլին, թե այն պոպուլյար է արդեն հայաստանյան հանրությունը հասկանում է, ինչ կարող եք ասել, այսինքն կարգավորում հայհոյանքների տակ ստացվում։ Շատ լավ, քանի որ ձեր հարցի մեջ կար մի պնդում, որին անդրադառնալ չեմ կարող, նախ ուզում եմ ասել, որ առհասարակ ռուսական այս հաղորդումները համապատասխան հանձնաժողովների կողմից պետք է շարունակաբար դիտարկվեն եւ արգելվեն դրանց ցուցադրությունը։ Ես տեղեկացա, որ արտաքին գործերի նախարարությունն էլ համապատասխան նոտա է հղել եւ այս առումով անթույլատրել է Ռուսաստանի Դաշնության հիբրիդային փորձերը մեր ներքաղաքական օրակարգերին խառնվելու, ել չասած այսպիսի վիրավորական արտահայտություններով հանդես գալու։ Սա հիբրիդային պատերազմ է Ռուսաստանի։ Սա միանշանակ հիբրիդային պատերազմի տեսությամբ դրա տարերից մեկն է, որովհետև ուրեմն տարբեր եթերով հնչող հայտարարությունները, որոնք փորձ են ներքաղաքական լարվածություն ստեղծելու, անթույլատրել են մեզ համար եւ համապատասխանում են հենց հիբրիդային պատերազմ հասկացողությանը։ Մենք ուրեմն շարունակաբար երկխոսելու ենք այնքան ժամանակ, երբ որ դրա տարածությունը կա, բայց մինչ որ մի պահի առհասարակ խոսակցությունը կարող է դադարել, որովհետև անթույլատրելի է բարբերաբար հնչող հայտարարությունները պրոկրեմլյան ալիքներով։ Գնայք, իսկ կա ԿՊՄ լիմիտ, ինչքան դեռ պետք է վիրավորեն, ասենք Հայաստանի ղեկավարին, քաղաքական ուժերին, Հայաստանի Հանրապետության, որ սպասում եք, ասենք մի 30 անգամ էլ վիրավորեն, դրանից հետո փակեք։ Այդպիսի թիվ դրված է։ Իհարկե թիվ դրված չէ եւ իրականում հիմքը ոչ թե ԿՊ եւ Եդինա Ռոսիա հակամարտությունն է, այ հիմքը երկու պետությունների միջև գոյություն ունեցող համաձայնագրով կարգավորումներն են։ Շատ են եղել այսպիսի դեպքեր եւ Հայաստանի իշխանությունը բավարարվել է ընդհանրապես հաղորդումներ փակելով եւ ոչ հեռուստաալիքներ։ Այո, ճիշտ եք ասում, բայց մենք նաև ունենք այն հետևյալ դիտարկումը, որ հաղորդումների սահմանափակումը իր դրական ազդեցությունն է ունեցել հանրային համերաշխության ձևավորման, Հայաստանի ներսում հանրային համերաշխության ձևավորման գործընթացում եւ այժմ այդ չափ սրելու կարիք չենք տեսնում, բայց ինչ որ պահի կրկնում եմ, կարող ենք գրանցել, որ կարմիր գծերը հատված են։ Ասածս դա է, այ լիմիտը ո՞րն է։ Ինչքան պետք է վիրավորեն հանձնաժողովները եւ հանձնաժողովի ղեկավար գերատեսչական մարմինները։ Իսկ փակելու, այսպես որոշում կլինի, դուք դիտարկում եք որպես պատգամավոր։ Ես չեմ բացառում, իհարկե չեմ բացառում նման հնարավորությունը, բայց կապրենք կտեսնենք, իսկ ինչ վերաբերում է արդեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, պետք է ասեմ, որ ես ճիշտ ասած այս դիտարկումները, որ ասում եք, բացասական դիտարկումներ առանձնապես չեմ նկատել։ Թուրքամետության չեմ նկատել եւ ամեն դեպքում ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները գնահատում են իրական Հայաստանի տեսլականը, իսկ դա հետեւյալն է հարաբերությունների կարգավորումը իր հարևանների հետ եւ տարածաշրջանում կայունության ապահովման մեր ջանքերը մեծապես գնահատվել են եւ դրա ցուցիչն են հարցումները, որտեղ 58% բնակչության կողմ է արտահայտվել իշխող մեծամասնության կողմից տարվող քաղաքականության, արտաքին քաղաքականությանը։ Ես կարծում եմ, որ նաև միջազգային գործընկերների կողմից բարձր է գնահատվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարվող եւ դրա մասին մի քանի հայտարարություններ տարբեր մակարդակներում եղել են, մասնավորապես նշումներ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունները էմոցիաների վրա չեն հիմնված, դրանք ուրեմն հաշվարկներ են, որոնք ապահովել են Հայաստանի Հանրապետության հարատևությունը։ Այս իմաստով հայ-թուրքական հարաբերությունների մասին տարբեր ուսումնասիրություններ կան, տարբեր դիտարկումներ կան, մեր քաղաքացիներին էլ ուզում եմ հիշեցնել, որ
Առհասարակ անկախությունից ի վեր հայ-թուրքական հարաբերություններ ունեցել են վայրի վերումներ, բայց անխոս բոլոր ղեկավարները փորձել են կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները եւ սա ես երբեք որպես մեղադրանք չէի ներկայացնի, ասեմ նաեւ որ որոշ մեկ արտաքին գործերի նախարար հեռացվել է աշխատանքից իր անզգուշ հայտարարությունների պատճառով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Ռաֆի Հովհաննիսյանը եւ սա էլ օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչի ցույց է դնում այն հանգամանքը թե չեմ սխալվում 93-ին է եղել Ռաֆի Հովհաննիսյանի հեռացումը։ Չէ, ես եթե չեմ սխալվում 90-ականների ավարտին ինչևէ նույնիսկ ցանկացած պարագայում սա ցույց է դնում, որ այն հանգամանքը, որ բոլոր ղեկավարները կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ 17 տարի առաջ Սերժ Սարգսյան բուրսա էր այցելել ֆուտբոլային հանդիպման հետևելու Թուրքիա-Հայաստան, դա հենց մի տարի առաջ Գյուլն էր այցելել Հայաստանի Հանրապետություն։ Նաև 2001 թվականից գործել են այդ մի կարճ ժամանակահատված նաև հանձնախմբեր գիտնականներով, որոնք քննել են տարբեր կարևորություն հանդիսացող հարցեր, եւ սա էլ օրինակ Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել եւ հայտնի Քոչարյանի նամակը Էրդողանին, այո, եւ ես սա երբևէ որպես մեղադրանք չեմ ներկայացնում, ես ներկայացնում եմ իցուց դնելու այն կարևորությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ հատկապես հիմա, երբ որ Հայաստանը հետաքրքրված է եվրոպական ինտեգրման օրակարգով, իսկ մենք գիտենք, որ Թուրքիան հիմա մաքսային միության իր անդամակցության ժամկետներն է բանակցում եւ օրակարգի ընդլայնումը, արտահանման հնարավորությունների մեծացումը, այս կոնտեքստում մեզ համար էլ կարեւոր է, որպեսզի Եվրոմիության մաքսային միությունը չփակվի թուրքական սահմանով, այլ ընդլայնվի մինչեւ ընդհանուր Հայաստան։ Եվ այս իմաստով առանցքային է Թուրքիայի դերակատարությունը ոչ միայն տարածաշրջանում կայունություն հաստատման, այլ նաև Հայաստանի եվրոպական նկրտումների մասով։ Իհարկե կա ակնկալիք, որ վերջապես պարոն Փաշինյանը եւ պարոն Էրդողանը կհայտարարեն երրորդ երկրների քաղաքացիների դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման որոշում, որովհետև դա վաղուց էր այդ պայմանավորվածությունը եւ չի կատարվել, եթե ճիշտ ասենք Ադրբեջանի ճնշումների ներքո, հիմա Ալիևը այնտեղ էր եւ երրակողմ հանդիպում չկա նախատեսված Ստամբուլում, Ալիև Էրդողան Փաշինյան, բայց կա հավանականություն, որ որոշակի քննարկում միգուցե Էրդողանը ունեցած լինի Ալիևի հետ Հայաստանի ուղղությամբ հավանական ծրագրերը այդպես քննելիս, հաշվի առնելով, որ թուրքական կողմն է հրավիրել վարչապետին, կարծում եմ սա էական նյուանս է, մի տեսակ անտրամաբանական կլինի հրավիրել եւ ասել, գիտեք, մենք շարունակելու ենք փակ պահել սահմանը, ասենք, եթե դա էր ասելիքը, ինչու եք հրավիրել, հա, այս կոնտեքստում, եթե ռեալություններն անդրադառնանք, ինչ սպասել։ Նախ եւ առաջ ուզում եմ արձանագրել, որ Հայաստան-Թուրքիա այս հանդիպումը, այսինքն ղեկավարների մակարդակով այս հանդիպումը ինքնին ուրեմն պատմական է, որովհետեւ սա թերևս երկկողմ ֆորմատով առաջին հանդիպումն է։ Օրակարգի մասով ես կարծում եմ, որ վարչապետի աշխատակազմից, ինչպես նաև Թուրքիայի նախագահի աշխատակազմից միաժամանակ հայտարարությունը կլինի, սպասենք եւ չբացենք փակագծերը, բայց ինքնին հանդիպման փաստը ըստիս բավականին կարեւոր է եւ ցույց է դնում Հայաստանի ջանքերն ուղղված տարածաշրջանում կայունության հաստատման։ Եվ կներեք Տիկին Ղազարյան, Իրանում տեսնում ենք ինչ պատերազմ է եւ եկեք ճիշտ ասենք, հեչ մենք չենք կարող ունենալ վստահություն, որ հայ-իրանական սահմանը անխափան կգործի, ինչպես նախկինում էր գործում, խնդրի միայն զենքի ներկրումներ եւ այլն չէ, այլ նաեւ պարենային արտահանում, ներկրում եւ այլն տեղաշարժ եւ եթե Թուրքիայի հետ այս սահմանի բացումը տեղի ունենա, այստեղ Հայաստանը որոշակի ապահովություն կստանա։ Իհարկե, եթե առումով շատ կարեւոր է, որ 4 հարևաններից ապաշրջափակման կոնտեքստում ապաշրջափակվեն բոլոր ճանապարհները, լոգիստիկ առումով մեծ կարևոր են բոլոր տարանցիկ ճանապարհները, բայց այստեղ կարևոր է Թուրքիայի ճանապարհը, որովհետև մենք գիտենք, որ մենք Եվրամիություն սկսել ենք արտահանել մի շարք ապրանքներ, որոնք արագ հասնելու խնդիր ունեն եւ լոգիստիկ առումով սա եւս կնպաստի մեր առևտրի, ԵՄ-ի հետ առևտրի եւ շրջանառության մեծացմանը, որ այսքան քննադատվում է, հաշվի առնելով նաեւ Վրաստանում ձևավորված իրավիճակը, սա թերևս մնում է մեզ համար ամենակարևոր ուղղությունը։ Այո, Իրանում ստեղծված իրավիճակը եւ կարող է էապես նպաստել Հայաստանում մի փոքր դժվարությունների ձևավորմանը, բայց լիահույս ենք, որ իրավիճակը կմեղմվի եւ կկարողանան բանակցել կողմերը
ինչ այստեղ իհարկե Հայաստան շահագրգռված է տարածաշրջանային խաղաղությամբ եւ կայունությամբ։ Ազատ առևտրի գոտու անդամ է Թուրքիան Եվրամիության, եթե Հայաստանի Հանրապետությունը եւս ունենա նման կարգավիճակ եւ նույնիսկ եթե Թուրքիան չանդամակցի Եվրամիությանը, ստացվում է սա մեզ համար շատ մեծ քայլ է։ Ստացվում է Հայաստանը կարող է լինել օրինակ տեսականորեն ԵՄ անդամ, լինել նույն մաքսային գոտու մեջ, եթե նույնիսկ Թուրքիան ԵՄ անդամ չի, այսինքն Հայաստանը չի կղզի անում, սա կարևոր գործոն կարող է լինել։ Շատ կարևոր գործոն է եւ ի տարբերություն ԵԱՏՄ-ի, որտեղ որ Հայաստանը որևէ ԵԱՏՄ անդամ պետության հետ սահմանակից չէ, Եվրամիության պարագայում հատկապես մաքսային միության սա իրավիճակը փոխում է, իսկ ուզում եմ հիշեցնել մեր քաղաքացիներին, որ երբ որ 2013 թվականին վարչապետի կամ օրինակ փոխարտգործնախարար Շավարժ Քոչարյանի կողմից հետևյալ թեզներ տարվում ամառվա ընթացքում, ուզում եմ հիշեցնել, որ ԵԱՏՄ անդամակցությունը ուղղակի կնշանակի սուվերենության անկում, սա ասել է թե Տիգրան Սարգսյանը, թե Շավարժ Քոչարյանը համացանցում կային այդ հայտարարությունները եւ ի վերջո Սերժ Սարգսյանը գնացել է սուվերենության անկման ստորագրման փաստաթղթի մասնակցությանը, այս պարագայում ԵՄ-ի պարագայում մենք նույն իրավիճակում չենք հայտնվելու միանշանակ, եթե Թուրքիան բացի սահմանը Հայաստանի Հանրապետության հետ։ Շատ լավ, մի քիչ բարի գնաց մեր հարցազրույցը, եկեք մի քիչ թունավոր ենք, էլի։ Ռուս պրոպագանդիստ Անդրեյ Արեշևը եւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մի քիչ ժամանակային առումով տարբեր, բայց գրեթե զուգընթաց հայտարարել են, որ Փաշինյանը ռուսական կապիտալով ընկերությունները խլում են ազգայնացման անվան տակ, որ հանձնեն Թուրքիային եւ այդ հանձնման ընդունման արարողությունը ենթադրվում է այսօր Ստամբուլում է կայանալու Փաշինյանը հավանաբար հեծի բանալիները կտանի եւ կհանձնի Էրդողանին եւ կթրքացնի հեծը։ Դե Հայաստանի թրքացումից առաջ նախ կապիտալը պետք է թրքանա։ Հնարավոր է այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերվի, ինչ որ թուրքական ընկերության Արդեն ազգայնացրել ավարտել ենք, հիմա բանալիները ձեռքս գնում ենք Թուրքիա։ Խոստումը միգուցե։ Շատ լավ։ Իրականում այս աբսուրդի ժանրին պատկանող հայտարարությունները մեկնաբանելու ոչ ուժ ունեն, ոչ էլ լրջություն անկեղծ ասած։ Ես ամեն անգամ ապշում եմ, թե ինչքան հեռու կարող է գնալ Իշխան Սաղաթելյանը իր հայտարարությունների աբսուրդությամբ։ Սա թերևս ուրեմն այն նշածողն է, որը վստահ եմ հաղթահարելու եմ ինչ-որ ժամանակ անց, դա ակնկալում եմ, որ ներողություն կխնդրի այսօրվա այցից հետո առնվազն այն քաղաքացիներից, ովքեր վստահում են կամ վստահել են ժամանակին իրենց, ես կարծում եմ, որ նույնը եկեղեցու փաստորեն ես չէի ֆիքսել, ինձ լրագրողներից մեկը իր հարցում ասաց, որ մի նման թեզ էլ կա, որ իբր Հայաստանը այսքան եկեղեցու իրենց ձևակերպմամբ դեմ արշավը, որը իմ ձևակերպմամբ հանու եկեղեցու խոսակցություն է, մենք անում ենք, որպեսզի հրահարեն քաղաքացիական պատերազմ եւ Թուրքիան, ես էլ եւ լրագրողը հարց տվեց, անթափուց չկարողացա ճժպտալ եւ չծիծաղալ, Թուրքիայի ազդեցությունը Հայաստան մեծացնելու համար։ ԿՊԱ-ական գնդերն են հարձակվելու դաշնակցական ես գրասենյակների վրա ենթադրում մեր քաղաքացիները այնքան ողջամիտ են, որ քաղաքացիական պայմանագրի քաղաքացիական ուրեմն պատերազմի ցանկացած սցենար մերժելու են եւ Հայաստանում այս գույժերը բարբերաբար լինում են տարբեր գործընթացների հետ պայմանավորված եւ Փառք Աստծո մեր քաղաքացիները ցուցաբերում են իրենց ողջամտությունը եւ շատ հետաքրքիր է, որ սա էլ է արձանագրվել հարցումներով, սա կարծեմ արդեն Արայայի հարցումներն էին, ուրեմն ավելի թարմ, որտեղ որ քաղաքացիները իրենց ուրեմն ձայնը իրացնելու միայն սահմանադրական ձևերն են նախընտրում։ Այսինքն ոչ փողոցային պայքար, այլ բացառապես ընտրությունների ինստիտուտի միջոցով։ Սա նաև կարևոր ձեռքբերում է եւ սա հենց այդ հարցի պատասխանը պատերազմի մասով քաղաքացիական, որ Հայաստանում այդպիսի բան լինել չի կարող։ Տեսեք, այն որ Հայաստանի ինդիմությունը ձեզ ասես թուրք է անվանում եւ այլն, դա լսել ենք։ Դա ինչ որ նոր բան չի։ Շատերին են թուրք անվանել, գիտեք։ Ես նույնիսկ հետ այս վերջերս ուզում եի հիշեի, որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին էին ժամանակին ընդդիմախոսները փորձել եւ չեմ բացառում, որ այստեղ կա դաշնակցական հետք։ Քոչարյանին թուրք անվանելու մեջ։ Այո։ Լավ, ես չունեմ այդպիսի հետքերի մասին ապացույցներ, հարցը շարունակեմ։ Սա մեր ներքին խնդիրն է, էլի, այսինքն դուք էլ իրենց 5-րդ շարասյունու ռուսի ագենտ կարող է ասեք, այդպիսին է մեր դիսկուրսը։
Բասոլովյովը եւ այս Արեշևը։ Նրանք ինչու են մտահոգ Հայաստանի թրքացմամբ, այսպես, հա, այսինքն թուրքացման վտանգի գործոնը ռուսները ներխուժելով հայաստանյան քաղաքական դիսկուրս օգտագործում են Հայաստանի իշխանության դեմ Թուրքիայի գործոնը մեջտեղ բերելու։ Այն դեպքում, երբ որ Ռուսաստանը հիասքանչ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, այսինքն նույնիսկ նրանք այսպես պատերազմի մեջ չեն, էլի, որ ասես դե ընդհանուր թշնամի են, ենթադրենք ռուսներն ատում են թուրքերին, ասենք Պուտինը կամ այն մյուսը Թուրքիա չի գնում բանակցելու, արևմուտքի հետ այլ գնում է, չգիտեմ, Բելարուս, հա, այս թրքացման եւ թուրքամետության բանը Հայաստանյան անդիմության պահով հասկացանք, բայց նրանք ինչու են պես ձեր թրքացմամբ մտահոգ։ Սա շատ նման է այն դիսկուրսին, որ վարչապետը բացել է ցեղասպանության մասին խոսակցության մասով, այսինքն երբ են հայաստանցիներին կամ հայերին թույլ տվել խոսել ցեղասպանության մասին զուգահեռ տանելով, ինչպես անում են դա մի շարք պատմաբաններ, Թուրքիայում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման հետ կապված։ Բայց ես այս դիսկուրսի մեջ չեմ մտնի եւ կասեմ, որ առհասարակ տարբեր կայսրություններ վախի եւ երրորդ ուժի փրկչի նարատիվներով են փորձում ղեկավարել ներքին օրակարգերը, ասեմ ավելին, կկոնկրետացնենք Ռուսաստանի նկատի ունեք այս թուրքամետության ցանկացած կայսրություններ, որոնք ունեն ընդլայնման օրակարգեր, կոնֆլիկտ են ցանկանում այն պետություններում, որոնց նկատմամբ ուզում են ունենալ վերահսկողություն։ Սա նորություն ասած չեմ լինի։ Այսինքն մտահոգ չեն Հայաստանի թրքացմամբ, այլ դա գործիք է, այսպես ասենք։ Այս թրքացում տերմինը ինձ համար մի փոքր անհասկանալի է, այսինքն ինչի թրքացմամբ եւ այս երեք վարչապետ շատ դիպուկ ասեց այս մասով, որ եթե Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը մեկ ամիս որևէ օրակարգ, որևէ խոսույթ չզարգացնեն, Հայաստանի ընդդիմությունը կմնա խոսույթի մակարդակում սնանկ, որովհետև տեսեք, ընդդիմությունը ինչ է անում, օրինակ Սեյրան Օհանյանի նկատմամբ միջնորդությունն է, չէ, ներկայացել դատախազը, ասում է սա Երևանի Բաքվի պատվերն է։ Այսինքն հասկանում եք, օգտագործելով Բաքվի նկատմամբ քաղաքացիների հնարավոր էմոցիաները ամեն ինչ բերում է մի զամբյուղի մեջ է դնում։ Կամ օրինակ հեծը, հա, հիմա ոնց է Իշխան Սաղաթելյանն անում։ Ասենք Իշխան Սաղաթելյանը սոցիալիստական կուսակցության անդամ է։ Ինքը պետք է դրոշը վերցներ եւ ասեր այո, պետք է ազգայնացնել, որովհետեւ սա սոցիալիստական օրակարգ է, հա, լիբերալ ազատական շուկայի օրակարգ չէ մեծ հաշվով։ Բայց ինքը ասում է չէ, այսինքն չէ, բայց ռուսական կապիտալն է, այսպես ասում։ Այսինքն դուք եք հիմա տանում են թեզը, որ իրենք ռուսական ազդեցության առնվազն գործակալներ են Հայաստանում։ Ես մի մեջբերում անեմ, հա։ Իշխանությունը հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիտալով ընկերությունների դեմ, ռուսական ազդեցությունը այստեղ թույլատնելու համար եւ դրա փոխարեն Թուրքիային Հայաստան մտցնելու ուղղությամբ։ Սա է իրականությունը, իսկ թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու տերերի գործն է, ենթադրում եմ Սորոսն է մեզ թրքացնում ձեր միջոցով։ Փաշինյանը գնում է Թուրքիայի իրավակ եղբորից նոր հրահանգներ ստանալ, Իշխան Սաղաթելյան, այսինքն պարոն Սաղաթելյանը մտահոգ է, որ ռուսական կապիտալով ընկերությունների դեմ իշխանությունը քայլեր է անում ռուսական ազդեցությունը այստեղ թույլատնելու համար։ Բացարձակ ռուսական ազդեցությունը եւ Թուրքիայի ազդեցությունը մեծացնելու։ Այո, կապիտալի մասին։ Դուք այդպես եք մտածում, ես ուղղակի մեջբերում եմ պարոն Սաղաթելյանի խոսքերը։ Ոչ ռուսական կապիտալի, ոչ էլ ռուս ազգությամբ ռուս լինելու հանգամանքն է այստեղ հարցը, սա քրիտիկական նշանակություն ունեցող ենթակառուցվածքի ազգայնացման, հնարավոր ազգայնացման օրակարգի մասին է։ Ուզում եմ հիշեցնել, որ 1 ամիս առաջ խորհրդարանում ԿՊ խմբակցությունը հրավիրել էր 1 ամիս առաջ քննարկումներ, որովհետև կհիշեք, թե կառավարության նիստերի ժամանակ էր մեկ լույսը գնում, թե խորհրդարանում էր նիստերի ժամանակ լույսը գնում։ Իդեպ խորհրդարանում շատ հաճախ է լինում։ Վարչապետը հրապարակեց այն գրությունը, որն ուղարկել էր կառավարության տարբեր անդամներին թանգարան մտնելիս լուսանջատումների մասին, եւ մենք նույնպես հրավիրել էինք քննարկում, դա գուցե 1 կամ 1.5 ամիս առաջ էր, որովհետև Գաղրեգին Բաղրամյանն էր դեռ ուրեմն ղեկավարում։ Ես հիշում եմ այդ նիստը, ԿՊԱ-ականներով եւ պարոն Բաղրամյանն։ Այո, պարոն Բաղրամյանը եւ մենք դրանից հետո ունեցել ենք խոսակցություն այն դժգոհությունների մասին, որը առհասարակ բոլորս ականատես ենք լինում։ Մի օր
Telegram-յան ալիքը լուրերի նայեք եւ տեսեք քանի տեղ լինելու է հոսանքի անջատում միջով վերանորոգման նպատակներ եւ ակնհայտ է որ մարդիկ անցել են թե այլընտրանքային էներգիայի ստացման եղանակին օրինակ արևային պանելներին մենք խորհրդանում Ծովինար Վարդանյանի կողմից եւ Արուսյակ Մանավազյանի օրենքի եւ Ալեն Սիմոնյանի օրենքի նախագիծ շրջանառվեց, որը ել ավելի ազատականացրեց արևային էներգիայի կիրառման գործընթացը, որովհետեւ բրոկերների ներկայությունը ոչ թե նվազեցրեց այս առումով։ Այսինքն մենք այս խոսակցությունը նաեւ օրենքների մակարդակով ապացուցել ենք, միշտ ունեցել ենք, որովհետեւ խնդիրն արձանագրել ենք։ Իսկ ռուսական կապիտալի մասը օրինակ ասեմ, որ ռուսական ազդեցությունը ինչու է նվազեցնում։ Պարոն Սաղաթելյանի մտածությունը դա է։ Օրինակ Մայլերը, որը վստահ եմ բոլորը գիտեն, դահուկային այս կենտրոնը ինքը ռուսական կապիտալ է, հիշում եք։ Կար նաև ֆրանսիական մրցակից։ Ֆրանսիականը իրական ֆրանսիական ծրագիր էր էլի ռուսական կապիտալով անկեղծ ասեմ, եւ որը հավանաբար կիրագործի կրկին ռուսական կապիտալով, որովհետեւ ներդրողը պետք է համապատասխան փաստաթղթեր ներկայացնի եւ լինի այո ֆրանսիական դահուկային կենտրոնի ծրագիր էր։ Բայց այս առումով ուզում եմ ասել, որ այստեղ ուրեմն սենյակում փիղ փնտրել պետք չէ։ Ցանկացած քաղաքացու հիմա որ ձեր լրատվական օրինակ հարցումանի հեցի որակից գոհ են թե չէ, բնականաբար ոչ եւ երեք հարցում արել են մերոնք եւ առաջարկում եմ դիտել այդ տեսանյութը։ Ես վստահ եմ, որ բոլորիս տներում շատերն են կողմ իրական ազգայնացմանը, բայց Հայաստանի իշխանությունը այնքան կիսատ բաներ է արել, շատերը իրական կասկածում են, որ դուք մինչև վերջ կգնաք։ Օրենքի նախագիծը արդեն պատրաստ է եւ շատ շուտով կշրջանառվի խորհրդարանում։ Ռուսական բիզնեսը հասկանում է, թրքացումը պրծանք հիմա ռուսական բիզնեսը հասկանում է, որ Հայաստանում ապագա չունի, եթե Երևանը որոշի անդամակցել Եվրամիությանը եւ սա ասում է պարոն Օվերչուկը, փող վարչապետ հավանաբար հեցի ազգայնացման լուրերի ֆոնին, ռուսական կապիտալը այստեղ գերիշխող դիրք ունի եւ Հայաստանի իշխանություն քան որ թրքացման է մեզ տանում, պետք է նախ ռուսներն այստեղից անեն, որ թուրքերը գան եւ հեցի բանալիները, չգիտեմ, այսօր կանձնվեն թե չէ, Էրդողանին, բայց ամեն դեպքում ռուսական կապիտալը տուժում է ձեր այս քայլերից։ Նրանք վստահ չեն, որ սա ասես ԵՏՄ երկիր է, սա Եվրամիություն գնացող երկիր է եւ Գլոբսեկ 25-ում Նիկոլ Փաշինյանը դրանից էր խոսում, որ կգա եւ մեր ժողովուրդը մենք միասին կորոշենք ԵՄ-ի պահով, հա։ Ստացվում է դուրս եք մղում մեր դաշնակցին։ Պարոն Օվերչուկը շատ լավ գիտի, որ Հայաստանի համար ԵԱՏՄ ուղղությունը մնում է կարևոր ուղղություն։ Դրա մասին վկայում են թվերը։ Մենք հետաքրքրված ենք ԵԱՏՄ շուկայի ուղղությամբ հնարավոր զարգացումներով եւ ուզում եմ հիշեցնել, որ նաեւ ռուսական շուկան է մնում այս համար կարևոր շուկա, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների շատերի համար, թերևս ռուսական շուկան կարևոր սպառման շուկա է եւ ուզում հիշեցնել, որ կան մի շարք ԵՄ պետություններ, որոնք նույնիսկ այս պատերազմական իրավիճակում արտահանում են տարբեր ապրանքատեսակներ դեպի ռուսական ուղղություն։ Այս իմաստով ես առաջարկում եմ արհեստական լարման դաշտ չտանել մեր պետությունը եւ ուրեմն ողջախոհության տիրույթում աշխատել։ Հեծի իմաստով կա հստակ դժգոհություն տարիներ շարունակ, դժգոհությունը արձանագրվել է մի քանի դրվագներով, մի քանի օրենսդրական նախաձեռնություններով, մի քանի քննարկումներով եւ ես կարծում եմ, որ կան քրիտիկական նշանակության ենթակառուցվածքներ, որոնք գրոշների դիմաց անհասկանալի պայմանագրերի բերումով վաճառվել են ուրեմն տարբեր անձերի կամ սուբյեկտների եւ այդ բոլոր նախկինում արված գործողություններ, որոնք էապես խաթարել են Հայաստանի սուվերենությունը, պետք է վերականգնվեն։ Իսկ երկաթուղում չարաշահումների գործ կար, 100 միլիոնից ավելի չարաշահում էր ենթադրվում եմ Հայաստանի իշխանությունը կամ ռուսական ճնշումներին տեղի տվեց կամ գործարքի գնաց եւ այդ պատմությունը մոռացվեց, ռուսները այդ գործարքի գնացիկ, որովհետեւ նրանք ներդրումներ խոստացել են, բայց ինչքան հիշում եմ այդ քրեական պատմությունից չեն կատարվել բավարար չափով եւ մեր ճոճոռացող վագոնները դրա լավագույն ապացույցն են։ Ես հիշում եմ, որ եղել է քննարկում այս մասով,
ճիշտ ասած վերջերս առիթ էլ ունեցել եմ հատկապես ապաշրջափակման գործընթացի շրջանակներում հետաքրքրվել թե առհասարակ երկաթգիծը ինչ օպերատոր է ունենալու եւ ես կարծում եմ որ եթե խնդիրները շարունակվեն այս հարցը նույնպես կարող է ակտուալ դառնալ Հեցի ազգանացումից բացի երկաթուղիների ազգանացում ես նման պնդում անել դեռ չեմ կարող բայց խնդրի վերաբերյալ իմ հարցն ուղղել եմ տարբեր գերատեսչություններին հասկանալու թե օպերատորության հարցը ինչպես է լուծվելու Այսինքն դուք չեք բացառում, որ երկաթուղիներ ենթակառուցվածքների վատթարացումը, այսինքն ենթակառուցվածքները, որոնք ունեն քրիտիկական նշանակություն Հայաստանի զարգացման համար, պետք է պատշաճ օպերատորության ենթարկվեն։ Եթե դա տեղի չունենում, առաջնորդվելով լավագույն շահից պետության, մենք պետք է այս հարցերի լուծում գտնենք։ Իսկ Տաշիրպիցյանների ստուգումները ինչու հիմա սկսվեցին։ Ես ինչպես հասկացա, Տաշիրպիցյան ինքն է դիմել։ Ես կարդացի 3 հոդված ռադարում, եթե սխալվում եմ ուղղեք, որ հենց Տաշիրպիցյանն է դիմել ՍԱՏՄ-ին, որ մեզ փակեք։ Չէ, ուսումնասիրությունը կատարելու համար։ Սա կարող ենք ճշտել, բայց ես այդպիսի հոդված Եվ քանի որ հատակը մաշված է, փակվում են դրանք։ Ես չտեսա հատակի մաշվածության մասին խնդիր, ես տեսա կաթնամթերքի վերաբերյալ հարցեր եւ Ինչպես է լուծվելու պարոն Կարապետյանի շուրջ իրադրությունը ամեն դեպքում նա կալանավորված է։ Ինչպես ազատ եւ անկախ հայկական դատարանը կորոշի այդ հարցը։ Ազատ, այո։ Այդ կոչը փաստորեն իշխանության զավթման կոչ էր, հա, ասում եմ մենք իդեպ մեր լրատվամիջոցին տված մեկնաբանության մեջ նրա փաստաբանը ասում էր պարոն Կարապետյանը ցանկացել է հաշտեցնել։ Այսինքն եթե մեզ մի խմբակ Խմբակին եւ եկեղեցուն, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ խմբակին պետք է հաշտեցնել պարոն Կարապետյանը։ Ես չեմ ցանկանում առավել քննարկել մի հարց, որը դատարանի տիրույթում է, որպեսզի որևէ ճնշում սա չի դիտարկվել, բայց կարծում եմ, որ երբ որ առհասարակ ինչ որ մեկը երկու սուբյեկտների փորձում է բարիշացնել, կողմերից մեկին փոքրիկ խմբակ չի կարող անվանել, հատկապես որ այդ փոքրիկ խմբակը ճակերտներում Հայաստանի Հանրապետության միակ լեգիտիմ ձևավորված իշխանությունն է։ Դուք ո՞նց եք հասկացել, որ իշխանությունը է ուզում զավթել անկեղծ։ Ես կրկնում եմ, չեմ ուզում մեկնաբանել մի հարց, որը հիմա իրավապահ համակարգի քննության Բայց դուք էլ եք այդպես ընկալել, զավթման տրամաբանության մեջ եք հաշվի առնելով այն բոլոր հայտարարությունները, որ զուգահեռաբար տարվում են տարբեր ուժային կենտրոնների եւ կուսակցությունների կողմից, այն է հոկտեմբերի 27-ի հնարավոր կրկնությունը, դրա ռոմանտիկացման փորձերը հոկտեմբերի 27-ի նկատի ունեմ, ես չեմ կարող որևէ վտանգավոր ապա սահմանադրական սցենար բացառել։ Ռոմանտիկացում որը նկատի ունեք որ դա Հրանտ Մարգարյանի հայտարարությունը, որ սա ուրեմն պորտքում էր, հա, եւ հաշվի առնելով, որ շատ վերջերս նրանց անդիմության նկատի ունեն վարչապետի տեխնազուն մեկն էր, ով ռոմանտիկների խումբ էր համարում Նաիրի Հունանյանին, ինչ կարող եմ ես ասել, սրանք մարդիկ են ում գլխում հակապետական, հակասահմանադրական միջոցներն արդարացված են իշխանության զավթման եւ ովքեր պարզապես չեն սիրում հայ ժողովրդին։ Իսկ մենք ինչու որպես քաղաքացիներ չիմացանք պարոն Գալստանյանի հետ օտարերկրը ինչ ծառայություններ են կապվել եւ հորդորել իշխանապետին։ Որ հաղորդում դատախազությանը կներկայացվի այս մասով, եթե դատախազությունը մենք բոլորս ազատ ենք հաղորդում ներկայացնել դատախազությանը, բայց ես վստահ եմ, որ դատախազությունը ինքն էլ, ինչպես հարց ու պատասխանից պարզվեց, ունի մի վարչություն, որը մեդիա հայտարարություններն է դիտարկում, եւ քանի որ այդ մասին խոսել է առնվազն փոխնախագահ խորհրդարանի տարբեր պատգամավորներ, ես կարծում եմ, որ դատախազությունը արդեն իսկ տեղյակ է այս դրվագի մասին։ Շնորհակալ եմ, կհետևենք իրադարձություններին։ Factor TV-ում հյուրընկալել ենք Սոնա Ղազարյանին։